Խայտառակություն, որը սահմաններ չի ճանաչում։ Եթե այս արտահայտությունը լսելիս դու ես միանգամից հիշում Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ խաղի մրցավարությունը, ուրեմն դու ճիշտ տեղում ես։ Ողջույն, ես Սաքոն եմ Սարգսյան եւ այսօր եկել եմ խոսելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ դիմակայության մասին։ Միանգամից ուզում եմ ասել, որ ուղղակի չի կարող լինել որևէ լուրջ վերլուծություն այս դիմակայության վերաբերյալ, որտեղ որպես Բարսելոնայի դուրս մնալու պատճառ նշվում են միայն Բարսայի խաղային խնդիրները ու նրանց թույլ տված սխալները եւ ընդհանրապես չի խոսվում մրցավարական այն կոպտագույն սխալների մասին, որոնք թույլ տվեցին մրցավարները Բարսելոնայի դեմ։ Եվ որպես խոսքերիս ապացույց մոտակա րոպեներին կխոսեմ դիմակայության երկու խաղերից էլ եւ կանադառնամ նաեւ այդ մրցավարական ուղղակի խայտառակ սխալներին, որոնք կատարվեցին մեկ թիմի դեմ եւ այդ թիմը Բարսելոնան էր։ Խոսելու եմ խաղային դրվագներից եւ ընթացքում նաեւ անդրադառնալու եմ այդ սխալներին մրցավարական։ Ինձ շատ են վիդեոներ տարբեր ուղարկում, ասում են Սաքո ջան, տես այս դրվագը սենց են բացատրում, այն դրվագը նենց են բացատրում։ Դրա համար այսօր, ինչպես միշտ, խոսելու եմ մանրամասն եւ խոսելու եմ փաստերով, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչ կատարվեց այդ երկու խաղերում։ Եվ այսպես սկսենք առաջի խաղից Բարսելոնա Camp Nou մարզադաշտ։ Բարսան խաղը բավականին ակտիվ է, սկսում արդեն առաջին 5 րոպեներին Բարսան հիանալի, մասնավորապես Ռեշֆորդը հիանալի պայ է ունենում, որտեղից շատ անհաջող հարված է կատարում եւ դա նման չէր Ռեշֆորդին, այսպիսի դիրքերից նա գրեթե միշտ գոնե վտանգավոր է հարվածում, բայց այս հարվածը շատ հարմար դիրքից այնքան էլ վտանգավոր չէր դարպասապայի համար եւ դարպասապա Մուսոն հեշտորեն ետ է մղում այս գնդակը։ Մոտակա 10-15 րոպեներին Բարսելոնան կրկին ակտիվություն է ցույց տալիս, փորձում է գրոներ կազմակերպել, նույնիսկ գոլի հեղինակ է դառնում, բայց այնտեղ Յամալի մոտ արդարացիորեն արձանագրվում է խաղից դուրս վիճակ եւ 31 րոպեներ կարծեմ, երբ Կոկեն ընդհատում է Բարսելոնայի բավականին վտանգավոր հակագրոհը եւ արդարացիորեն պատժվում է դեղին քարտով։ Դրանից րոպեներ անց նույն Կոկեն բավականին կոպիտ խաղթում է թույլ տալիս Յամալի նկատմամբ եւ չգիտես ինչու խաղի գլխավոր մրցավարը որոշում է, որ պետք է Կոկեին ների եւ ցույց չտա երկրորդ դեղին քարտը։ Մանրամասնեմ այս դրվագը։ Հասկանալի կլիներ մրցավարական որոշումը, եթե խաղթումը օրինակ կոպիտ չլիներ։ Կարելի էր հասկանալ այդ ժամանակ մրցավարին, եթե նա այդ երկրորդ դեղին քարտը ցույց չտար եւ ներ Կոկեին, բայց այստեղ յետևից հարվածում է ոտքին Յամալի եւ ընդհանրապես այստեղ կարեւոր չէ երկրորդ դեղին քարտն է, թե առաջի դեղին քարտն է Կոկեի լինելու, պետք է այստեղ մրցավարը այստեղ պարտավոր էր երկրորդ դեղին քարտով պատժել Կոկեին։ Այս դրվագից արդեն մի քանի րոպե հետո տեղի է ունենում այդ Կուբարսի Չալաբաստիկ կարմիր քարտի դրվագը, փոխանցում է կատարվում դեպի Սիմեոնեն, Կուբարսին խախտում է կանոնները եւ մրցավարը սկզբում դեղին քարտ է ցույց տալիս Կուբարսին, հետո վառից հուշում են, որ այնտեղ նայելու բան կա, մրցավարը գնում նայում է եւ ետ է գալիս ցույց է տալիս Կուբարսին կարմիր քարտ։ Այս դրվագը, երբ առաջի հայացքից նայում ես, նախ ասեմ, որ կա կանոնների խախտում, ընդհանրապես կապ չունի, որ Կուբարսին միտումնավոր չխախտեց խաղի կանոնները, նա ուղղակի վազում էր եւ այդ վազելու ընթացքում դիպչեց Սիմեոնեին, բայց այստեղ կապ չունի դա ընդհանրապես եւ արդարացիորեն արձանագրվեց կանոնների խախտում, բայց ինչն է այստեղ կրկին վիճելի։ Առաջի հայացքից թվում է, թե Կուբարսին վերջի պաշտպանն է, խախտում է կանոնները եւ պետք է նրան ցույց տալ կարմիր քարտ, բայց ինչու համար են այդ վառի դանդաղեցրած կրկնապատկերները, այդ ստոպ կադրերը, որպեսզի մրցավարները կարողանան մանրամասն ուսումնասիրել դրվագը։ Այստեղ երբ որ նայում ես դրվագին, հասկանում ես երկու բան, որ փոխանցումը նախ գնում էր դեպի կողք, չէր գնում ուղիղ դեպի դարպասը, գնում էր դեպի կողք փոխանցումը։ Եվ ամենակարևորը, փոխանցումը կատարվում է Սիմեոնեի համար ոչ այդքան հաջող։
այսինքն նրա ետևում է մնում գնդակը եւ այստեղ ընդհանրապես փաստ չէ, որ Սիմեոնեն մենակ էր հայտնվելու դարպասապահի դիմաց, քանի որ այստեղ պետք է նախ սուպեր բարեհաջող կասեցներ գնդակը այնպես նաև որ հերիք չի սուպեր բարեհաջող կասեցներ մի բան էլ այնպես աներ որ գնդակը ուղիղ նետեր եւ հայտնվեր դարպասապահի հետ մենակ այստեղ ես կգնահատեմ դրվագը 50-50 չեմ սիրում այս արտահայտությունը բայց դրվագը մնում է մրցավարի հայեցողության տակ իսկ մրցավարի հայեցողության տակ եթե ինչ-որ մի բան մնում է այդ հայեցողությունը լինում է Բարսելոնային դեմ եւ այստեղ մրցավարը որոշում է ամենա ուժեղ պատիժը, այսպես ասած, կիրառել Բարսայի դեմ եւ ցույց տալ կարմիր քարտ։ Բայց ինչպես եւ հետագան ցույց տվեց, այս հանդիպման մրցավարական առումով ամենախայտառակ որոշումը կայացվեց խաղի երկրորդ կեսին, նախ ասեմ, որ Բարսան երկրորդ կեսին ներկայացավ, երկրորդ խաղակեսին ներկայացավ ընդհանրապես այլ ձև, այստեղ Բարսան 1 հոգի պակաս ունենալով ավելի մեծացրեց ճնշումը, շատ ավելի շատացան գոլային պահերը, Ռեշվորդը կրկին շատ լավ դիրքում հայտնվեց, բայց որոշեց չգիտես ինչու խաբել դարպասապահին եւ նոր հարվածել, այո, խաբեց դարպասապահին, բայց շրջանցեց դարպասապահին, բայց հայտնվեց բավականին սուր դիրքում, որտեղից նրա հարվածը բավականին անհաջող էր։ Եվ խոսեմ այդ խայտարակ ուղղակի դրվագի մասին, Ատլետիկոն ստանում է դարպասից արվածի իրավունք, դարպասապահ Մուսոն ֆիքսում է գնդակը, ոտքով փոխանցում է կատարում պաշտպանին, Պուբիլին, որը իր հերթին կրկին ձեռքով բռնում է գնդակը եւ փոխանցում է կատարում հետ դարպասապահին։ Սա ֆուտբոլային բոլոր կանոններով առանց բացառությունների, սա շատ կարևոր է, առանց բացառությունների, որտեղ կանոնն է այդպես ասում, սա 11 մետրանոց հարված է։ Եթե դարպասապահը ֆիքսել է գնդակը, փոխանցում է կատարել ոտքով պաշտպանին, պաշտպանը պետք է շարունակի խաղը, ոչ թե նորից ինքը ֆիքսի ձեռքով եւ ելի փոխանցում կատարի։ Այս դրվագի համար Չեմպիոնս լիգայի հանդիպումներից մեկում, եթե չեմ սխալվում, Ասթոն Վիլա Բրյուգեի հանդիպման ժամանակ լրիվ նույն դրվագում նշանակվել է 11 մետրանոց։ Սա ոչ մի կերպ բացատրելի չէ եւ ունենք այն, որ դիմակայության առաջին խաղում մրցավարը երկու ակնհայտ դրվագ չի ավարտում, այսպես ասած Բարսայի օգտին, Կոկեի երկրորդ դեղին քարտի դրվագը եւ Պուբիլի ձեռքով խաղի դրվագը եւ մեկ վիճելի դրվագ, ինչն է այստեղ կարեւոր, որ 3 դրվագներն էլ խաղի ելքի վրա ուղիղ ազդող դրվագներ են եղել եւ այստեղ 3-ում էլ մրցավարը որոշում է կայացնում Ատլետիկոյի օգտին։ Դե ինչ առաջին խաղը դիմակայության ավարտվում է 2-0 հաշվով, այնտեղ հետո Սորլոտն է արդեն երկրորդ գոլը խփում, մեկ հարված է կատարում Ատլետիկոն ամբողջ երկրորդ խաղակեսում եւ այդ հարվածը ավարտվում է գոլով եւ 2-0 հաշվով Ատլետիկոն հաղթում է եւ մեծ առավելությամբ է մոտենում դիմակայության երկրորդ խաղին։ Սկսվում է Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ դիմակայության երկրորդ խաղը, Ատլետիկո Մադրիդի մարզադաշտում արդեն Բարսան ուղղակի հանդիպման առաջի րոպեներից հսկայական ճնշում է գործադրում Ատլետիկո Մադրիդի վրա, հենց առաջի րոպեին Յամալը հիանալի անցում է կատարում եւ կարող էր գրավել դարպասը, բայց դարպասապահ Մուսոն փրկում է այս իրավիճակում Ատլետիկոին, բայց արդեն հանդիպման, եթե չեմ սխալվում, 5-րդ րոպեին Ֆերրան Տորեսի փոխանցումից հետո Յամալը բացում է խաղի հաշիվը, Բարսելոնան դրանից հետո էլ շատ մեծ ճնշում է սկսում գործադրել Ատլետիկոյի վրա եւ հետո նաեւ Ֆերրան Տորեսը Օլմոյի հիանալի փոխանցումից հետո Ֆերրան Տորեսը կրկին հիանալի հարվածով գրավում է դարպասը Ատլետիկոյի եւ հաշիվը դարձնում է 2-0։ Բարսան ամբողջովին կառավարում էր խաղը, բայց ելինչ Բարսելոնա, եթե նա հակագրո թույլ չտա իր դարպասին եւ այդ հակագրոներից մեկի արդյունքում էլ եզրից փոխանցումից հետո Լուկմանը կրճատում է խաղի հաշիվը
Եվ այստեղ տեղի է ունենում մեկ նորից մրցավարական շատ կոպիտ սխալ, որը որ ուղղակի զարմանալիորեն չի ավարտվում Բարսելոնայի օգտին։ Օլմոն ներխուժում է մրցակցի տուգանային հրապարակ, նրան բարի բուն իմաստով երկու ձեռքով Լորենտեն նրա մեջքին, երկու ձեռքը դնում է նրա մեջքին եւ հրում է նրան միջև վերջ ձեռքերը տանելով։ Եթե այստեղ նա ձեռքերը դներ Օլմոյի մեջքին ու միանգամից հաներ ձեռքերը, շատ հասկանալի կլիներ, եթե չնշանակվեր 11 մետրանոց, բայց նա այստեղ մանրամասն կարող եք դիտել, նա այստեղ դնում է երկու ձեռքերը Օլմոյի մեջքին, հրում է եւ միջև վերջ տանում է իր ձեռքերը, այստեղ շատ ծիծաղելի կարծիքների եմ հանդիպել, որ ինչու չի նշանակել մրցավարը 11 մետրանոց, կոնկրետ ինձ համար սա ծիծաղելի է, որ իբր թե Օլմոն չի ընկել Լորենտեի հրումից, այլ ընկել է կոկեի հետ բախումից, իսկ այդ կոկեի հետ բախումը բավարար չի եղել 11 մետրանոց նշանակելու համար։ Նորից նայեք դրվագը հարգելիներս, հենց Լորենտեն սկսում է հրել Օլմոյին, Օլմոյի այդ մարմնի լեզու ասվածը, տեսեք ինչպես է Օլմոյի մարմնի դիրքը փոխվում եւ հենց այդ հրելու ժամանակ նա սկսում է արդեն ընկնել եւ այստեղ կրկին բոլոր կանոններով ֆուտբոլային պետք է նշանակվեր 11 մետրանոց հարված Բարսելոնայի օգտին։ Առաջի խաղակեսը ավարտվում է 2-1 հաշվով ի օգուտ Բարսելոնայի, երկրորդ խաղակեսը սկսվում է կրկին Բարսելոնայի ակտիվությամբ, այնտեղ եղավ դրվագ, երբ Ֆերրան Տորեսը գրավեց Ատլետիկոյի դարպասը, բայց չհաշվեցին արձանագրելով խաղից դուրս վիճակ, ուզում եմ միանգամից ասել, որ այստեղ լրիվ ճիշտ էր մրցավարի որոշումը, հարվածի ժամանակ Ֆերրան Տորեսը գտնվում է խաղից դուրս վիճակում եւ այստեղ Ատլետիկոյի պաշտպանը Լանգլեն փորձում է փակել Գավիի հարվածը եւ այդ հարվածը փակելու արդյունքում գնդակը նրանից պատահաբար գնում է Ֆերրան Տորեսի մոտ, այսինքն եթե նա միտումնավոր գնդակը ուղարկել դեպի Ֆերրան Տորեսը, այդտեղ իհարկե չէր լինի խաղից դուրս վիճակ, բայց նա հարվածն է փակում եւ այդ ընթացքում գնդակը գնում է Ֆերրան Տորեսի մոտ, վերջինս էլ հարվածի պահին գտնվում է խաղից դուրս վիճակում։ Այստեղ նաեւ քննարկվում էր, որ Լանգլեն ձեռքով է խաղացել, բայց ոչ, սկզբում գնդակը կպնում է, դիպչում է Լանգլեի ոտքին, այնուհետև ոտքից նոր գնում է դեպի ձեռքը եւ այստեղ նույնպես չի կարող լինել 11 մետրանոց հարված։ Եվ կրկին գալիս ենք մի մրցավարական շատ վիճելի որոշման, շատ վիճելի, կրկին խաղի ելքի վրա ուղիղ ազդող որոշման, երբ Էրիկ Գարսիան շատ թեթևակի ձեռքը դնում է Սորլոթի մեջքին, շատ թեթև հրում է նրան, Սորլոթը ընկնում է եւ մրցավարը կրկին սկզբում դեղին քարտ է ցույց տալիս, հետո խաղից դուրս վիճակ արձանագրում, հետո գնում վառով նայում, որ տեսնում է, որ խաղից դուրս վիճակ, նրան հուշում են, որ խաղից դուրս վիճակ չկա, վառով գնում է, հետ է գալիս եւ Էրիկ Գարսիային ցույց է տալիս կարմիր քարտ։ Այստեղ եթե նույնիսկ հաշվի առնենք, որ այս հպումը հերիք էր Սորլոթին ընկնելու համար, այստեղ շատ պարզ երևում է, որ Կունդեն շատ քիչ էր հեռու գնդակից եւ շատ մեծ հավանականություն կար, որ Կունդեն կհասներ եւ Սորլոթը մենակ չէր հայտնվի դարպասապայի առաջ։ Բացատրեմ ինչու։ Այդ հպումը հերիք չէր, երբ որ Սորլոթը հպվեց գնդակին, նետեց գնդակը առաջ, այդ հպումը հերիք չէր, որ Սորլոթը միանգամից հայտնվեր մենակ, այսինքն Սորլոթին դեռ երկու հպում ամենակիչը հարկավոր էր, որպեսզի նա հայտնվեր մենակ դարպասապայի առաջ եւ Կունդեն շատ ակնհայտ է այստեղ, որ Կունդեն հասցնելու էր գոնե կողքի հայտնվել Սորլոթի հետ եւ այստեղ կարմիր քարտ ցույց տալ Էրիկ Գարսիային ուղղակի շատ մեծ ցանկություն էր պետք, որպեսզի կարմիր քարտ ցույց տալ եւ մրցավարը ուներ այդ մեծ ցանկությունը։ Եվ ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Բարսելոնան արդեն 10 հոգով այդ հոգնած ֆոնին չի կարողանում խելքը գլխին գրոներ կազմակերպել եւ հանդիպումը ավարտվում է 2-1 հաշվով, իսկ ընդհանուր 3-2 հաշվով օգուտ Ատլետիկոյի եւ Ատլետիկո Մադրիդը անցնում է Չեմպիոններ լիգայի կիսաեզրափակիչ։
Ինչ ունենք ընդհանուր առմամբ այս երկու խաղի արդյունքում մրցավարական մասով։ Կոկեի երկրորդ դերին քարտի դրվագ, որը որ ցույց չտրվեց, Կուբարսի կարմիր քարտի դրվագ, որը որ շատ վիճելի էր եւ այստեղ մրցավարը ամենադաժան պատիժը մտածեց Բարսայի համար, Պուբիլի ձեռքով խաղի դրվագ, որտեղ ֆուտբոլային բոլոր կանոններով 11 մետրանոց պետք է նշանակվեր Ատլետիկոյի դարպասին, Օլմոյի երբ որ հրում են այդ դրվագը, որը որ կրկին ֆուտբոլային կանոններով 11 մետրանոց է եւ Էրիկ Գարսիայի կարմիր քարտի կրկին շատ վիճելի դրվագ, որը որ կայացվեց կրկին Ատլետիկոյի օգտին։ Միթե այս ամենը չեն տեսնում, այսպես ասած, իրենց ֆուտբոլային վերլուծաբան հռչակող մարդիկ։ Միթե այս ամենը չի նշանակում, որ ուղղակի Ատլետիկոյին անցկացրեցին հաջորդ փուլ։ Իհարկե նշանակում է։ Իհարկե Բարսան ունեցավ խաղային խնդիրներ։ Իհարկե Բարսան չօգտագործեց իր պահերը, թույլ տվեց պաշտպանական որոշ սխալներ, բայց նույնիսկ այս սխալների արդյունքում համոզված եմ Բարսան հեշտորեն նույնիսկ կարող էր անցնել Ատլետիկոյի արգելքը, եթե նրան թողնեին դա անել։ Չկա աշխարհում որևէ այլ ակումբ այս պահին, որը որ այսպիսի մրցավարական խայտառակ որոշումների արդյունքում կարող էր անցնել Ատլետիկոյին։ Ուղղակի չկա աշխարհում այդպիսի ակումբ։ Իսկ Բարսան այդքանով հանդերձ նույնիսկ մոտ էր, այդքանը հաշվի առնելով հանդերձ կրկին մոտ էր դա անելուն, բայց նորից եմ ասում, չթողեցին նրան դա անել։ Այսքանն էի նախատեսել այսօրվա համար, եթե քեզ հետաքրքիր է այն, ինչ ես եմ ներկայացնում, կխնդրեմ բաժանորդագրվել Բարսամանիա ալիքին եւ հետեւել հետագա զարգացումներին։